Խրտվիլակը ջրհորի մոտ։ Իտալական հեքիաթ։ Պալերմոյից ոչ շատ հեռու երկու զառիթափ բլուրների վրա ծվարել էին երկու գյուղ՝ Իզնելոն և Քյանան։ Պատահականորեն հարցրեք ցանկացած քյանեցուն, և նա ձեզ կասի, որ Իզնելոն լավ գյուղ է, բայց ջուրը շատ հեռու է։ Նույն բանը Քյանայի մասին կասի ուզածդ իզնելցի, և դա կլինի բացարձակ ճշմարտություն։ Հայտնի է, որքան բարձր է, այնքան արևին մոտիկ է, իսկ արևը այդ կողմերում շատ է բարք։ Ահա հենց այդ արևն էլ բլուրները խանձել էր ոնց որ երկու պաքսի մատ։ Ինչքան կուզես այնտեղ խոր փորի, միևնույն է, ջրին չես հասնի։ Ամեն մի կաթիլ ջրի համար թե քյանեցիները և թե իզնելցիները պետք է իջնեին երկու բլուրների միջև ընկած հովիտը։ Այստեղ խոր ջրհոր կար, որի մաքուր ջուրը կարող էր 3 գյուղին էլ բավարարել։ Ինչ ասել կուզի, այնքան էլ հաճելի չէր այդքան հեռու գնալը։ Վերևից ներքև դատարկ, իսկ ներքևից դեպի բլուրի ծայրը ջրով ծանրաբեռնված։ Հենց որ ջրհորի թամբերին տակառներ և ջրի տկճորներ էին կապում, նրանք սկսում էին բարձր գոռալ։ Իսկ մարդիկ, պատկերացնում եք, մարդիկ չէին գանգատվում։ Բոլորին էլ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ նորություն կա հարևան գյուղում։ Աշխատանքային օրերին հենց այնպես, առանց առիթի հարևանների մոտ չես գնա, ժամանակ չկա, և առանց հրավիրելու էլ հյուր չես գնում։ Իսկ հորի մոտ ամեն օր հանդիպում էին հարևան գյուղերի մարդիկ։ Նրանք բամբասում էին։ Տղամարդիկ ծխամորճները ծծելով ավելի կարևոր հարցեր էին քննարկում։ Ամենածույլ աղջիկն էլ ուզածդ րոպեին պատրաստ էր ծղոտապատ կավե կուժը ուսին դնել և վազել ջրհորի մոտ։ Ամենաանբան տղան էլ առիթ էր փնտրում ջորին թամբել և ջրի գնալ։ Ինչքան հարսանիքներ էին կատարվել ջրհորի մոտ, ինչքան վեճեր էին տեղի ունեցել այնտեղ, և ինչքան հաշտության դաշինք կնքվել։ Իսկ երեխաների խաղի համար դրանից լավ տեղ չես գտնի։ Մի անգամ վաղ առավոտյան Իզնելոյի բնակիչները առաջինը եկան ջրի։ Եվ ինչ տեսան։ Ջրհորի մոտ հավաքվել էր ագռավների մի մեծ երամ։ Ագռավները կռկռում էին այնպիսի խլացուցիչ կռկռոցով, որ եթե բոլոր քյանցիները և իզնելցիները միասին սկսեին գոռալ, դարձյալ իրենց ձայնը չէին լսի։ Թռչունները այս ու այն կողմ էին թռչում, կռվում միմյանց հետ, թևերով ծափ տալիս։ Սակայն այդ բոլորը այնքան էլ սարսափելի չէր։ Ամենագլխավորն այն էր, որ ջրհորի մաքուր ջրի երեսը այժմ ծածկված էր փետուրներով, տաշեղներով և այլ աղտոտություններով, իսկ նրա շրջակայքը ամբողջովին ծածկված էր թռչնակեղտով։ Ինչեր ասես, որ չարին իզնելցիները, ագռավներին համոզեցին, ամոթանք տվեցին, սպառնացին, ոչինչ չստացվեց։ Անիծված թռչունները միտք էլ չունեին այնտեղից հեռանալ։ Այդ ժամանակ երկարակյաց և աշխարհ տեսած մարդկանցից մեկը առաջարկեց ջրհորի մոտ մի խրտվիլակ դնել։ Ասելն ու անելը մեկ եղավ։ Իզնելցիները չխնայեցին ոչ ծողաններ, ոչ ծղոտ, ոչ էլ փալասներ։ Այ թե խրտվիլակ ստացվեց, հա։ Հսկայական ու բարձր խրտվիլակը կանգնած էր ջրհորի մոտ, թափահարում էր պատառոտված թևերը։ Ագռավները վախեցան, ամեն մեկը մի կողմ թռավ։ Իզնելցիները իրենց ջուրը լցրին ու գնացին։ Կարծում եք դրանով ամեն ինչ վերջացավ։ Ոչ, հենց դրանից էլ սկսվեց։ Իզնելցիները դեռ նոր էին գնացել, երբ դիմացի բլրակից սկսեցին իջնել քյանեցիները։ Հեռվից նրանք տեսան սարսափելի աժդահային։ Գլուխը տակառի նման, մարմինը 3 տակառի մեծության,
ձեռքերը ալրաղացի թևերի նման։ Ինչպես կարող էին չվախենալ։ Քյանցիները փորձեցին հսկայի գութը շարժել։ Էй դու, հեռու գնա ջրհորից, թող մարդիկ ջուր վերցնեն, խնդրում ենք։ Սակայն հսկան լուռ էր և միայն թևերն էր շարժում։ Քյանցիներին սպառնալով ասես. Կիզիչ արևի տակ ծնված մարդիկ տաքարյուն են լինում։ Զայրույթը խփեց համարձակ քյանցիների գլխին։ Նրանք յուղեցին իրենց ժանգոտած զենքերը, պառկեցին բլրի լանջերին և սկսեցին կրակել։ Կրակոցների արձագանքը տարածվեց բլուրների միջև։ Ինչպիսի խառնաշփոթություն սկսվեց Իզնելոյում։ Երևում է թշնամիները հարձակվել են քյանի վրա, թալանում են, կոտորում։ Մենք էլ չենք պրծնի, չէ, չենք պրծնի դժբախտությունից, քանի ուշ չէ, պետք է փրկվել։ Տղամարդիկ կանանց հրամայեցին. կապեցեք իրերը, անասուններին դուրս թողեք, հիմա փախչելու ենք։ Այստեղ կանայք լաց ու կոծ բարձրացրին։ Ամեն ինչ հո չես կարող հետդ վերցնել, իսկ տարիներով դատած ապրուստը ափսոս է։ Կանանց վայնասունի վրա տղամարդիկ սկսեցին գոռգոռալ։ Հանկարծ ինչ-որ մեկը այսպիսի եզրակացության հանգեց. Ինչու ամեն ինչ թողնել գնալ, եթե կարելի է սարսափելի վայրերից հեռանալ ամբողջ գյուղով։ Իսկույն աշխատանքը եռաց։ Գյուղում ինչքան պարան կար, իրար կապեցի։ Մեջտեղ եկավ էլ երասանակ, էլ գոտի, էլ նույնիսկ կոշիկի թելեր։ Հազիվ ճոպանը պատրաստելով, իզնելցիները բլուրը կապեցին դրանով և սկսեցին քաշել դեպի ծովի կողմը։ Այդ ժամանակ քյանցիները հոգնեցին կրակելուց։ Դե վառոդն էլ վերջացավ։ Իսկ հսկան ինչպես կանգնած էր, այնպես էլ մնաց կանգնած։ Հարկավոր է իզնելցիներին օգնության կանչել, որոշեցին քյանցիները, չէ որ ջրհորը բոլորինս է։ Քյանցի 3 քաջարի և ճարպիկ երիտասարդներ հեռվից շրջանցելով ջրհորն ու աժդահային գնացին Իզնելո։ Վերադարձան գունատված, առաջվանից ավելի շատ վախեցած։ Ամեն ինչ վերջացավ, իսկական դժբախտություն է, ասացին նրանք մեկը մյուսին ընդհատելով։ Իզնելոյում ոչ ոք չկա, բլուրը փաթաթված է հաստ ճոպանով, իսկ բլրի ետևից լսվում է քաշեք միասին, ուժով քաշեք։ Իզնելցիները քոչում են նոր վայրեր։ Ինչպես երևում է, այդ հսկային ոչ ոք չի կարող հաղթել։ Պետք է մենք էլ հեռանանք։ Քյանցիներն էլ գործի անցան։ Ճոպան հյուսեցին և սկսեցին իրենց բլուրը քաշել մյուս կողմի վրա։ Հայտնի չէր, թե ինչով կվերջանար այդ բոլորը, եթե չլինեին Չիկոն ու Բեպպոն։ Երկուսը միասին աշխարհի վրա ապրել էին ուղիղ 18 տարի և շատ համարձակ տղաներ էին։ Չիկոն ապրում էր Քյանում, իսկ Բեպպոն Իզնելոյում։ Բայց դա չէր խանգարում նրանց մտերիմ ընկերներ լինել։ Եթե ուրիշ տղաներ հարձակվում էին Բեպպոյի վրա, Չիկոն անպայման ընկերոջ կողմն էր։ Եթե հարձակվում էին Չիկոյի վրա, պաշտպան էր կանգնում Բեպպոն։ Իսկ եթե ոչ ոք չէր հարձակվում, ապա ընկերները կռվում էին իրար հետ։ Այդ սարսափելի դեպքերից 3 օր առաջ Չիկոն և Բեպպոն միասին մի անգին գանձ գտան, ջարդված տակառի մի օղեկապ։ Նրանք օղեկապը գլորում էին, նետում վեր, ստիպում էին պտտվել հոլի պես։ Իսկ երեկոյան դեմ, երբ նրանցից յուրաքանչյուրը պետք է վերադառնար իր գյուղը, որոշեցին ընդհանուր գանձը թաքցնել, որպեսզի իրենցից ոչ մեկը չնեղանա։ Նրանք օղեկապը թաղեցին ջրհորից ոչ հեռու ավազի մեջ։ Եվ ահա, երբ երկու գյուղացիները որոշեցին հեռանալ, տղաները հիշեցին իրենց գանձը։ Անպայման պետք է օղեկապը վերցնեմ հետս, մտածեց Չիկոն։ Հանկարծ օղեկապը չմոռանամ, մտածեց Բեպպոն։ Եվ երկուսն էլ վազեցին ջրհորի մոտ։ Ինչպես չվախեցան նրանք։ 9 տարեկան հասակում չեն վախենում այնպիսի բաներից, ինչից որ վախենում են մեծերը։
Չիկոն և Բեպոն միաժամանակ հասան ջրհորի մոտ և սկսեցին վիճել, թե ում պետք է հասնի օղեկապը։ Վիճեցին և իհարկե սկսեցին կռվել։ Այն էլ ինչպես կռվել։ Ի վերջո օղեկապը կոտրեցին և երկուսն էլ լալով վազեցին իրենց մոր մոտ։ «Ուր ես կորել, ախր մենք քոչում ենք», հարցրին Չիկոյին։ «Ջրհորի մոտ էի», պատասխանեց Չիկոն։ «Ինչպես թե ջրհորի մոտ, և հսկան քեզ չկերավ», զարմացան քյանցիները։ «Ինչ հսկա է, այնտեղ ծղոտից խրտվիլակ է կանգնեցված, իզնելցիներն են կանգնեցրել, որպեսզի ագռավներին վախեցնի»։ Քյանցիների ձեռքից ճոպանն ընկավ։ «Որտե՞ղ էիր», հարցրին Բեպոյին։ «Ջրհորի մոտ», պատասխանեց Բեպոն։ «Ինչպես թե ջրհորի մոտ, և թշնամի զորքերը քեզ գերի չվերցրին»։ «Ինչ թշնամի է, դրանք քյանցիներն էին կրակում մեր խրտվիլակի վրա»։ Իզնելցիները իրար նայեցին ու լուռ գնացին իրենց տները։ Այդպես ամեն ինչ մնաց իր տեղում։ Եվ Քյանան, և Իզնելոն, և խրտվիլակը բոլորն էլ ջրհորի մոտ էին։